Գերմանիայի Դաշնությունն Նիկոլ Փաշինյանի կատարած պաշտոնական այցի ընթացքում աչքի ընկած դրվագներից մեկը Գերմանիայի արտաքին հարաբերությունների ինկերակցությունում կայացած հանդիպումն էր, թեև դրվագը իհարկե հայ-ադրբեջանական էր։ Այդ հանդիպանը ներկա էր Ադրբեջանի դեսպանը Գերմանիայում, որը նաև հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանը երբ է փոխելու սահմանադրությունը, այսպես ասած խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին վերջին խոչընդոտը։ Այս դրվագը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ օտարերկրյա մեկ այլ այց և միջոցառում արդեն հեռավոր թվացող 2019 թվականին։ 2019-ի նոյեմբերին Իտալիա կատարած այցի ընթացքում Միլանի հայկական եկեղեցում Նիկոլ Փաշինյանի և հայ համայնքի հետ հանդիպմանը հանկարծ հայտնվեց ադրբեջանցի մի բլոգեր, որն իհարկե հետո պետք է պարզվեր, որ սերտ կապ ունի Ադրբեջանի իրավապահների հետ, նրանց հետ Բաքվում անգամ ընդդիմադիր ցույցեր է ցրել և այլն։ Այդ ադրբեջանցի բլոգերը Միլանում Միլանի եկեղեցում կայացած հանդիպմանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե երբ են հայերը վերադարձնելու իրենց հողերը, որպեսզի ինքը կարողանա գնալ Շուշի և գնալ Խոջալու։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցերին արձագանքել էր հետևյալ կերպ, ես մեջբերում եմ Ազատություն ռադիոկայանի այդ հանդիպման, այդ դրվագի վերաբերյալ ռեպորտաժից։ Մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է։ Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար։ Սա այն է, ինչ արձագանքել էր Միլանի եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի բլոգերի բարձրաձայնած այդ հարցերին։ Նա նաև բլոգերին հասցեագրել էր հետևյալ խոսքը. Փաստ է, որ դուք լինելով ադրբեջանցի մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին։ Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը։ 2019-ի նոյեմբերին Միլանի եկեղեցում հայտնված ադրբեջանցի բլոգերին ասել էր Հայաստանի վարչապետը։ Գերմանիայի արտաքին հարաբերությունների ինկերակցությունում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի դեսպանին, որը իրեն հարց էր ուղղել սահմանադրության փոփոխության վերաբերյալ, չի ասել այդպիսի բան, չի ասել, որ Հայաստանի դեսպանները հազիվ թե հնարավորություն ունենան ներկա լինել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ հանդիպումներին կամ հարց ուղղել նրան։ Թեև իհարկե, եթե մասնակցեն, եթե նույնիսկ ունենան մասնակցելու հնարավորություն, ներկա լինելու հնարավորություն, ինչ հարց պետք է ուղղեն Հայաստանի դեսպանները, եթե մենք դատենք կամ դիտարկենք իրավիճակը պաշտոնական Երևանի այն խոսույթից, որ հնչում է այս շրջանում, այս ամիսներին, և որտեղ, ինչպես արդեն բազմիցս մատնանշել եմ, անգամ ամեն մի բառ արտասանելիս մտածում են, թե արդյոք սրան ինչպես կարձագանքի Ադրբեջանը։ Ավելին, ընդամենը շաբաթներ առաջ եղավ ադրբեջանական կողմից տարածված այդ հայտնի լուսանկարը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում ինչ-որ համատեղ միջոցառման ընթացքում Հայաստանի նորանշանակ դեսպանի և դեսպանի ջերմ զրույցը և ջերմ շփումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, որի խոսքերին ու մեսիջներին Հայաստանում հիմա երևի թե ավելի շատ հավատացողներ կան, քան հենց Բաքվում։ Վերադառնալով Բեռլինին, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի դեսպանին ակնարկել է, թե կասկածում է, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանի սահմանադրության մեջ չտեսնել տարածքային հավակնություն։ Եվ դարձյալ մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի պատասխանը արդեն Բեռլինում Ադրբեջանի դեսպանի հարցին։ Իրականությունը հետևյալն է, անգամ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անկեղծորեն կարծում է, որ կան տարածքային պահանջներ Հայաստանի սահմանադրության մեջ, այդ խնդրի ամենաարագ լուծումը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է և ուղարկումը վավերացման։ Եթե մեր սահմանադրական դատարանն ասի, որ համաձայնագիրը ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, այն էլ կգնա խորհրդարան, վավերացվի և կստանա բարձրագույն իրավական ուժ։ Այդ պարագայում տեսականորեն, գործնականորեն չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ։ Սա ասում է Հայաստանի վարչապետը։ Նա իհարկե թերևս ամենից լավ է պատկերացնում, որ Ադրբեջանի համար հարցը բացարձակապես տարածքային պահանջը չէ։ Ադրբեջանցիները անմիտ չեն և հասկանում են, շատ լավ գիտեն, որ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ։
Հակառակ պարագայում ադրբեջանցիներն այս հարցի շուրջ միջազգային աղմուկ կբարձրացնեին Հայաստանի սահմանադրության ընդունումից ի վեր։ Ադրբեջանի համար այս թեման պատրվակ է, այսպես ասած, բանալի է սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի առաջ դնելու եւ նաեւ այս հարցը միջազգային լեգիտիմության արժանացնելու համար։ Իսկ սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանին պետք է մի բանի համար՝ ազդարարելու, որ պետությունը, որի հետ Ադրբեջանի նախագահները բանակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային իրավունքի 3 սկզբունքների հիման վրա, որի հետ ստանձնել են խաղաղ կարգավորման պարտավորություն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ստանձնել են այդպիսի պարտավորություն Եվրոպայի խորհրդին անդամակցելիս, այլևս չկա։ Մի քանի օր առաջ լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի հանցանքի հետքը, այն ագրեսիայի, այն հանցագործության, որ իրականացվեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել գուցե, վերացվեց Ադրբեջանի հանցանքի մեկ ոտքի հետքը։ Մյուս ոտքի հետքը Հայաստանի Հանրապետության գոյությունն է, այն Հայաստանի Հանրապետության, որի ղեկավարության հետ, կրկնեմ, Ադրբեջանի նախագահները 3 տասնամյակ բանակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, այդ թվում միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքների շրջանակում եւ դրանց շարքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանի նախագահները այս արձանագրումների իրավական, քաղաքական այս արձանագրումների ներքո ավելի քան 3 տասնամյակ բանակցել են Հայաստանի Հանրապետության իշխանության հետ։ Մինսկի խումբը չկա, ադրբեջանական ագրեսիայի մի ոտքի հետքը ջնջված է, դե յուրե, բայց կա մյուս ոտքի հետքը Հայաստանի Հանրապետությունը։ Սահմանադրության փոփոխության պահանջը դե ֆակտո հենց այս մյուս ոտքի հետքն էլ ջնջելու նպատակ հետապնդող պահանջ է, որի պարագայում Բաքուն կարող է հայտարարել, որ այն պետությունը, որի հետ բանակցել է ավելի քան 3 տասնամյակ, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շրջանակում, այլևս դադարել է գոյություն ունենալ։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահը, որն անկասկած շատ լավ է հասկանում եւ պատկերացնում միջազգային հարաբերությունների եւ աշխարհաքաղաքական տրամաբանությունը, հիանալի հասկանում է, որ ուժով փոխել է ստատուս քվոն, սակայն չի չեղարկել իրավունքի ուժը։ Իսկ միջազգային հարաբերությունների եւ աշխարհակարգի փիլիսոփայությունը այդուհանդերձ կառուցվում է իրավունքի ուժի, այլ ոչ թե միայն ուժի իրավունքի հիման վրա։ Հակառակ պարագայում գերտերությունները, տարբեր խոշոր կենտրոններ իրենց որևէ ուժային գործողություն չէին ձգտի հիմնավորել իրավական բացատրություններով, չէին փնտրի դրանց իրավական հիմնավորումներ, ընդ որում նույնիսկ պատմաիրավական հիմնավորումներ։ Այդ իմաստով իրավունքի ուժն ու ուժի իրավունքը միջազգային հարաբերություններում քայլում են միասին, ձեռք ձեռքի։ Հենց իրավունքի ուժի քայլքն է, որ Ադրբեջանը ձգտում է ընդհատել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումով եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությամբ դե ֆակտո լուծարելով կամ հասնելով այն պետության լուծարման, որը հիմնվել է այդ անկախության հռչակագրով եւ որը ամրագրված է իրավաքաղաքական ծննդյան փաստաթղթային այդպիսի բազայով։ Այստեղ է, որ ուշադրության է արժանի այն նպատակը, որ ամիսներ առաջ քաղաքացիական պայմանագրի համաժողովում ձևակերպեց Նիկոլ Փաշինյանը որպես իրենց իշխանության, իրենց կուսակցության գլխավոր նպատակ՝ ստեղծել Հայաստանի 4-րդ հանրապետություն։ Ըստ այդմ էականն ամենևին այն չէ, Հայաստանը սահմանադրությունը կփոխի խորհրդարանի ընտրությունից առաջ, թե դրանից հետո, խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ, թե դրանից հետո։ Այս process-ը իր ներքո ունի շատ ավելի ռազմավարական, թիրախային մարտահրավերներ եւ վտանգներ Հայաստանի Հանրապետության համար։